Ափերից դուրս եկած դեբետին նախկին հուն վերադարձնելու համար է ծանր տեխնիկան ջուրը մտել։ Անցած տարվա հեղեղումներից հետո Սանահին կայարանին հարող այս հատվածում քարաբեկորներով գետի հոսքը թուլացրել էին, բայց երկաթգծի թունելի ստորին հատվածը պաշտպանելու համար հիմնական ամրացումներ էին պետք։ Դեբետ գետի մասով ունենք ընտրված մի քանի տեղամասեր, որոնք գնահատվել են առավել վտանգավոր հատվածներ։ Սանահինի 3 տեղամասերում ունենք նաև Քոբայր բնակավայրում, Ճոճկան եւ այրում բնակավայրերում նույնպես ունենք հատվածներ, որտեղ պետք է աշխատանքներ իրականացվեն։ Կառավարության հրատապ ծրագրով Լոռիում հուների մաքրման հակահեղեղային աշխատանքներ են իրականացվում նաև Փամբակ, Ձորագետ ու Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում։ Ջրային կոմիտեի մասնագիտական հանձնաժողովն էր նախնական ուսումնասիրություններով բացահայտել այն տարածքները, որոնք առավել ռիսկային կարող են լինել հնարավոր վարարումների ժամանակ։ Տեղամասեր կար, գետի հունը աշխատում էր 1/3-ով, այսինքն 2/3-ի չափով քարերով լցված է եղել։ Եկե փակել էր սա։ Դրա համար էլ անես լծես տներս։ 36 տարի Տաշիրում բնակվող Ալեքսանը համանուն գետի մաքրման այս ծավալով աշխատանքներ չի հիշում։ Գետահունի մեջ բուսել էին ծառեր, թփեր, դրան էլ գումարվել էր մարդկանց անփութությունը։ Արդյունքում մայիսյան ջրհեղեղի ժամանակ հարևան ցածրադիր մի քանի տները մոտ 1 մետրով ջրածածկ էին եղել։ Պլաստիկ բուտուկներ, ցելոֆոնները, մեկանավորված շպրտում են։ Բնություն ունես բանավորսինք, ոչ մի բան չի ներում։ Ռիբալովնի հակուսը հակած գնացել է մայիսկան եղել ջուրը։ Հեղեղման ժամանակ ջուրը Տաշիրում վտանգավոր ելքից 2 անգամ ավելին է եղել։ Հիմա միայն այստեղ 6 կիլոմետրից ավելի տարածք է ներառվել հրատապ ծրագրում։ Հունը մաքրում են, ջրաբերուկներն էլ հեռացնում, կուտակում են համայնքի հատկացրած աղբավայրում։ Աշխատանքները նախատեսում ենք ավարտել մինչև այս ամսվա վերջ, որովհետև կանխատեսումները այնպիսին են, որ ամսվա ընթացքում տեղումներով պայմանավորված գետի հոսքը շուրջ 2-3 անգամ դեռ ավելանալու է։ Անցած տարեվերջին էլ 230 միլիոն դրամ էր հատկացվել տուժած մարզերի գետերի մոտ 25 կիլոմետրանոց հատվածներում բերուկները մաքրելու համար։ Կառավարությունը սակայն խնդրի համակարգային լուծմանն է հակված։ Միջազգային գործընկերների հետ Լոռիում ու Տավուշում ջրաբանական ուսումնասիրություններով պիտի կազմվեն առաջարկներ անվտանգության մակարդակը բարձրացնելու հստակ լուծումներով։ Գետահուներին հարակից ճանապարհների շինարարությունից մինչև հենապատերի, կամուրջների կառուցում։